Ողջույն բոլորին, բարի գալուստ կոնսուլտանտներ ոդկասթի հերթական էպիզոդ։ Այսօր մենք կզրուցենք բժիշկ գենետիկ Սաթեն Մուրադյանի հետ եւ կքննարկենք բժշկական գենետիկան եւ առհասարակ ինչով է բժշկական գենետիկան կարևոր ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկ մասնագետի համար։ Սաթեն ջան, բարի գալուստ։ Մի երկու բառով կխնդրեմ ներկայացնես քեզ եւ խոսես ընդհանրապես նրա մասին, թե ինչ հետաքրքիր բաներով եք զբաղվում։ Ողջույն լսողներին, դե մասնագիտությամբ բժիշկ գենետիկ, նաև բժշկական գենետիկայի հայկական ասոցիացիայի անդամ, ու իմ գործունեությունը հենց գենետիկայի, բժշկական գենետիկայի ոլորտում է խորացած ավելի շատ օնկոգենետիկայի մեջ, բայց այս շատ հավես ու լայն մասնագիտությունը հիմա սենց լրիվ կքննարկենք իր բոլոր գեղեցկություններով, բացի օնկոից։ Շատ հետաքրքիր է ու իրականում ես կրկին բժշկականում սովորել տարիներին այդքան շատ չէի գնահատում կարևորությունը բժշկական գենետիկայի, դե բնականաբար ցիկլ ունենք, անցնում ենք եւ այլն, ու նույնիսկ որ պարապում եք քննությունների համար ԱՄՆ ռեզիդենսի համար, շատ sense ահագին մաս կար գենետիկայի, որը ես չէի հասկանում, թե ինչի են այսքան խորանում, բայց այս վերջերս օրինակ մի պացիենտ ունեինք, կարծեմ 40-45 տարեկան կին էր, ով եկել էր մեր ամբուլատոր կլինիկաներից մեկը, խոսում ենք առաջի անգամ էր գալիս, ուզում էր ոնց որ ինքը սկսել արդեն բժիշկի մոտ հետևել եւ այլն, ու որ խոսում ենք արդեն անամնեզ ենք հավաքում ընտանեկան անամնեզի մեջ, պարզվեց որ հայրը հանկարծամահ է եղել, բավական երիտասարդ տարիքում պացիենտը այդ ժամանակ երեխա էր, ու էլի նույն այդպես մի քիչ խոսալուց պարզվում է որ մորաքրոջ մոտ նման հորաքրոջ մոտ նման պատմություն է եղել եւ այլն, ու ստուգում ենք լիպիդները ու բավական բարձր ընդհանուր խոլեստերինի քանակ ենք տեսնում, արդեն լիպոպրոտեինները այդքան չէ, բայց տեսնում ենք, որ նենց ինչ-որ չափից դուրս բարձր է, էլի այս ամեն ինչը, ու արդեն ուղարկում ենք իրեն, ունենք ստեղ հատուկ մասնագետներ, կոչվում են preventative cardiology, այսինքն ցենց իրանք ավելի շատ կանխարգելիչ սրտաբաններ, ովքեր հենց այս գենետիկ խնդիրների վրա են աշխատում սիրտանոթային, ու իրանք արդեն իրեն ախտորոշեցին ժառանգական հիպերխոլեստերինեմիայով ու սկսեցին հատուկ բուժում եւ այլն, ու ընդհանրապես այդ պատահական ընտանեկան պատմությունը սկսելով մենք ախտորոշեցինք գենետիկ հիվանդություն երիտասարդ մարդու մոտ, ու եթե դա անենք հնարավոր է որ ինքն էլ ինչ-որ սրտանոթային պատահար ունենար 5 տարի հետո մահանար։ Հիմա այս кейսի շուրջ կուզեմ միասին քննարկենք, թե որպես բժիշկ գենետիկ ինչ sense կարմիր դրոշակներ եք դուք տեսնում, ու ընդհանրապես ընտանեկան անամնեզ եւ ազգականներս առողջ են այդ միֆը ընդհանրապես ոնց կարող ենք հասկանալ որպես ներքին հիվանդությունների մասնագետներ։ Իրականում դու այս պատմելու ընթացքում շատ կարևոր բան ասացիր, այդ անամնեզն է։ Անամնեզը շատ հաճախ ինձ թվում է բժիշկների իրանց այդ զբաղված աշխատանքի ընթացքում ընտանեկան անամնեզը մի քիչ թերագնահատում են։ Առավել եւս գենետիկայի մեջ դե շատ բնականաբար ընտանեկան անամնեզը շատ բան է փոխում ու իրան մանրամասն հավաքելը շատ բան է փոխում։ Իրականում ես զարմացա, առաջի անգամ էի լսում preventative կարդիոլոգների մասին, շատ ուրախացա, որ տենց մասնագիտություն կա, հուսամ Հայաստան էլ կհասնի այդ մասնագիտությունը, մեր մոտ չեմ լսել համենայն դեպս, ու հուսամ մեր մոտ այս կանխարգելմանը այսքան դեր տալը էլի կլինի, որովհետև շատ բան է փոխում։ Այդ կարմիր դրոշակները առհասարակ գենետիկայի տեսանկյունից իրանք մի քիչ շատ են, լայն են, կախված կոնկրետ ինչ նեղ մասնագիտացման մեջ ենք դիտարկում, բայց եթե ընդհանուր ասեմ, հա, կոնկրետ այս кейսի պարագայում հիմնական կետերը նշեցիր, ինչը հանկարծակի մահներ, հա, ենթադրում ենք, որ նախորոք չի եղել ինչ-որ դիագնոզ սիրտանոթային համակարգի խնդիրների հետ կապված, շատ կարևոր է տարիքները։ Գրեթե ցանկացած ֆերան գենետիկան դիտարկելիս պացիենտի տարիքը հաշվի առնելը շատ կարևոր է։ Օրինակ երիտասարդ մարդու, պրակտիկորեն առողջ մարդու մոտ ինֆարկտից, ինսուլտից մահերը իրանք անսովոր են ու պետքա դիտարկվեն որպես գենետիկա։
այդ թվում եւ քաղցկեղի մեջ երիտասարդին քաղցկեղը, եթե մանկականները հանենք, հա, ինքը բնորոշ հիվանդություն չի ու էս էլ պետք է անհանգստացնի, ուստիպի ես չեմ խոսում նրանց մասին, որ միանգամից պացիենտին ուղարկենք գենետիկ անալիզի, հա, այս անալիզները հիմնականում բավականին թանկարժեք են, բարդ են եւ այլն, սա պետք է հուշի կակ մինիմում նրա մասին, որ մենք անհանգստանանք, որ ստեղ կա գենետիկա ու մանրամասն ավելի անամնեզ հավաքենք, հուշող հետազոտություններ անենք, հետո նոր եթե կարիք կա, բուն գենետիկ հետազոտությանն անցնենք։ Տարիքից բացի սինդրոմները շատ կարևոր ճանաչել։ Օրինակ, չգիտեմ, արժի այս պացիենտի քեյսի վրա հա քննարկել քաղցկեղների պարագայում մի ընտանիքում կոնկրետ տիպի քաղցկեղների հանդիպելը կարա շատ կոնկրետ սինդրոմի մասին խոսի, հա, օրինակ կրծքագեղձ, prostate պլյուս ձվարան պլյուս pancreas մի ընտանիքում։ Դա շատ կոնկրետ սինդրոմ է հուշում։ Սենց բեյսլայններ կան, որ իմանալը շատ սենց կարը միանգամից թեքի գենետիկա կասկածելուն ու ճիշտ ժամանակին ախտորոշելուն ու կանխարգելելուն, կոնկրետ մարդու կյանք փրկելու մասին է խոսքը գնում։ Նաև հա ասացիր ընտանիքում կա գենետիկա, թե չէ այդ հարցը։ Հա, ընտանեկան անամնեզը ավելի շատ թե ոնց կարա մեզ հուշի, բայց մոտավոր հիմնական կետերին, այսինքն անդրադարձել, այսինքն բաներ, որոնք ընտանիքում են եղել կամ պացիենտի մոտ, որոնք իր տարիքին բնորոշ չեն, պետք է միշտ մեզ մոտ այդ կարմիր ոնց որ լույսը վառվի, թե ինչ որ մի բան անսովոր է այս դեպքում։ Okay, իսկ միած տենց ուրիշ կարևոր խնդիր կա, որ միշտ շփոթեցնում է, թե ինձ թվում է այլ մարդկանց, ովքեր սենց չեն շատ առնչվում խորացված գենետիկայի հետ, այդ մուտացիաների տարբեր տեսակներն են, որոնք առաջանում են, այսինքն օրինակ սոմատիկ մուտացիաներ ունենք կամ ունենք այն germline մուտացիաները, չէ՞։ Ու արդյոք դա օրինակ, չգիտեմ, երբ որ մարդը ինչ որ գեն ունի, պարտադիր պետքա ոնց որ ծնված լինի եւ այդ գենը ժառանգի, ոնց որ սա կարևոր սենց խնդիր է, որը նաեւ հասարակության մակարդակով ստում խոսալու կարիք կա, բայց մենք ավելի շատ սենց բժշկական առումով խոսանք, որ նաեւ մենք տեղեկացնենք եւ մեր պացիենտներին ճիշտ ուղղորդենք, թե ինչ է նշանակում ոնց որ այս տարբերությունները այս մուտացիաների ու ինչի պարտադիր չի, որ այս մուտացիաները գեներով փոխանցվեն ծերուններին։ Հա, շատ կարևոր կետ է, էլի թե պացիենտները հարցը շատ են տալիս իմիջիայլոց, բժիշկներն էլ գենետիկա, երբ որ ասում են, ավտոմատ պատկերացնում են, որ պետք է ժառանգվի, չէ։ Ու այս չեն շատ վերաբերվում է իմիջիայլոց հենց քաղցկեղին։ Հիմնական այդ երկու քո նշած խումբը, գերմինալ ու սոմատիկ, կոնցեպտուալ իրանց տարբերությունը ինչու՞մն է։ Սոմատիկ մուտացիան ինքը ծնողից ժառանգված մուտացիա չի։ Ինքը մուտացիա է, որը որ առաջանում է կոնկրետ հյուսվածքում, բնորոշ է մենակ այդ հյուսվածքին։ Ես որ նոր էի արձինատուրա ընդունվել, մի հատ գիրք կա, Տոմսոնն Տոմսոնա կոչում, ինքը sense գենետիկայի այդ հիմնարար գիրքերից է, շատ կարևոր, այնտեղ օնկոյի հատվածն էի կարդում, գրած էր մի հատ նախադասություն, որտեղ ասում է cancer is a mutation, քաղցկեղը մուտացիա է։ Ու այդ ժամանակ որ կարդում էի, sense չէի համաձայնվում ոչ մի տիպի այդ արտահայտության մեջ, որտեվ մի տեսակ չէր հնչում իմ համար ինքը, բայց հետո զգացի, որ այդ լրիվ ճիշտ է, չկա քաղցկեղ, որի մեջ չկա մուտացիա։ Ну, քաղցկեղը մուտացիայի հետևանք է։ Բայց այդ չի նշանակում, որ այդ մուտացիան եկել է ծնողից։ Իսկ գերմինալ, germline մուտացիաները իրանք ծնողից ժառանգված մուտացիաներն են, իրանք կան ոչ թե կոնկրետ ինչ-որ մի հյուսվածքում, այլ մարդու բոլոր բջիջներում, այդ թվում եւ սեռական բջիջներում, ու իրանք կարան փոխանցվեն հաջորդ սերնդին։ Ինչի չեմ ասում հաստատ կփոխանցվեն, այլ կարան, որովհետեւ կոնկրետ մի մուտացիայի փոխանցման հավանականությունը 50-50 է, որովհետեւ ամեն գենից 2 կոպիա ունի մարդ։ Հիմնական տարբերությունը դա է ու հենց այդ է պատճառով, որ գերմինալ մուտացիա ունենալու պարագայում մարդը, եթե էլի հա քաղցկեղին հետ գանք, մարդը
ունի նախատրամադրվածություն քաղցկեղի ձևավորելու, որովհետև ինքը արդեն ունի մի տրիգեր մուտացիան իր բոլոր հյուսվածքներում, հետագա մուտացիաների առաջացման հավանականությունը ավելի բարձրանում է, քաղցկեղի ձևավորման հավանականությունը ավելի բարձրանում է։ Այսինքն, այս տարբերակումը շատ կարևոր է պացիենտին էլ բացատրելու համար, որ եթե ձեր մոտ քաղցկեղ կա ու մենք քաղցկեղի մուտացիաներն ենք հետազոտում, դա դեռ գարանտիա չի, որ ձեր հաջորդ սերունդը էլի քաղցկեղի ռիսկի տակ է։ Okay, այդ էլի շատ կարևոր ոնց որ ստեղ ես էլ անդադ նկատում եմ, որ ընդհանուրնակ ես ավելի շատ խորացված եմ ինտենսիվ թերապիայի ու թոքաբանության մեջ ու ստեղ էլ երբ մենք առնչվում ենք տարբեր մուտացիաներ, դրանք մենք ունենք թոքաբանության մեջ որոշ հիվանդություններ, որոնք էլի գենետիկ ֆոն են, օրինակ alpha-1 անտիտրիպսինի անբավարարություն եւ այլն, ու կան դեպքեր այդ հիվանդությունների, որ նույնպես մուտացիան սոմատիկ է ու շատ դժվար է ոնց որ դա հասկանալ ու մենք ոնց որ միշտ զարմանում ենք, երբ որ մենք ինքներս ենք իմանում, որ իրականում սա չի կարա փոխանցվի ու այդ բախը շատ ոնց որ sense կարևոր է ու լավ է որ շեշտեցինք։ Հիմա որ մի բա վերադառնանք մեր պացիենտին արդեն, ու մոտ որ մենք ունենք հոլեստերինային փոփոխություններ, բավական բարձր, օրինակ ունենք կարծեմ LDL-ը բարձր է այդ պացիենտի մոտ եւ ընդհանուր խոլեստերինը եւ այլն, բայց պացիենտը իրականում ինձ նորմալ դիետայով ապրում էր, փորձում էր միշտ մարզվել եւ այլն։ Միևնույնն է, իր մոտ այս թվերը միշտ բարձր են։ Հիմա մի քիչ որ խոսանք ընտանեկան հիպերխոլեստերինեմիայից, թվում է տենց ներքին հիվանդությունների հետ առնչվող մարդիկ շատ հաճախ նաեւ առնչվում են խոլեստերինի հետ ու խոլեստերինային այդ կանխարգելման հետ։ Մի քիչ սրա մասին կուզեմ խոսենք եւ փորձենք հասկանալ, թե ընդհանրապես երբ պետք է մտածենք այս հիվանդության մասին, ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել եւ ոնց որ ընդհանուր մեր վարման քայլերը ինչպիսին պետք է լինեն։ Ընտանեկան հիպերխոլեստերինեմիան տեղեր կա իրան վիճակ են անվանում, ոչ թե հիվանդություն, բայց ես այդքան էլ համաձայն չեմ, ճիշտ ասած, օրինակ վիճակա Ժիլբերը, դա ինքը բորակապաստի, բայց ընտանեկան հիպերխոլեստերինեմիան իր առաջացած ռիսկերը հաշվի առնելով լավ էլ հիվանդություն է։ Ու ինքը բնորոշվում է արյան մեջ չբուժելու պարագայում, հա, դեռ նոր ախտորոշվող հիվանդի մասին ենք խոսում, շատ բարձր LDL-ի մասին, ՑԽԼ հայերեն, ցածր խտության լիպոպրոտեինին, կարծեմ շեմը 190 միլիգրամ դեցիլիտր Հայաստանում միլիմոլ լիտրով է, մոտ 4.95 միլիմոլ լիտրը, սա բուժում չստացած պացիենտի մասին է խոսքը, ու նայում ես այդ մարդը վրոդի չունի, հա, ավել քաշ կամ չունի ինչ որ ուրիշ պատճառ, որը կբացատրեր այս ցուցանիշը, օրինակ, չգիտեմ, ուրիշ հիվանդություններ, հիպոթիրեոզ, չգիտեմ, նեֆրոտիկ համախտանիշ, խոլեստատիկ լյարդ եւ կամ դեղորայքներ չի ընդունում, որը որ կարող բերեր սրան։ Այս բaragam մենք պետքա արդեն կասկածենք, որ այս համախտանիշի հետ գործ ունենք։ Բացի դրանից կլինիկական նշաններ կան, օրինակ կապանների վրա քսանտոմաներ են առաջանում, որոնք sense շոշափելի են օրինակ արմունկների հատվածում կամ այդ աքիլեսյան ջլի, հա, հատվածում իրենք հեշտ շոշափելի են լինում կամ աչքի մեջ կորնեալ արկուսա կոչվում, ինքը sense ծիածանաթաղանթի եզրերով սպիտակ գույնի, ոնց որ գիծ լինի, ուրվագիծ լինի, այդ էլի ճարպային կուտակումների արդյունք է։ Իրականում ի ուրախություն մեզ այսօր այդ նշանները այդքան էլ հաճախ չեն դիտվում, որովհետև ավելի շուտ են պացիենտներին հայտնաբերում ու բուժումը սկսում, բայց ամեն դեպքում էլի ինքը օգնող նշաններ են, որ արժի իմանալ, որ կասկածենք։ Պատճառը այս հիվանդության հիմնականում LDL-R գենի մուտացիան է, ինքը հենց LDL-ը կլանող ռիցեպտորները կոդավորող բանն է, գենն է, ոնց որ մուտացիա է լինում, դրա պատճառով չեն կարողանում բջիջները այդ LDL-ը արյան հունից կուտակեն ու կարողանան քայքայեն մշակեն մակարդակը իջացնեն։ Նո այնտեղ էլի գեներ կան, որ ավելի քիչ տոկոս, բայց պայմանավորում են հիվանդությունը, APOP-ն եւ այլն, PCSK9-ը եւ այլն, չնայած միգուցե այդքան չարժի եւ այլն ասեմ, որովհետեւ դեղորայքային ընտրության տեսանկյունից իրենք ինչ որ կարեւորություն ունեն։ Դեղորայքների ընտրության մասով դե բնականաբար առաջին գծի դեղերը, դրանք ստատիններն են,
Բայց առհասարակ այս համախտանիշը պետքա չվախենալ ագրեսիվ բուժել, որովհետև ինքը ստանդարտ դոզաներով ստատիններով այդքան էլ հեշտ չի ենթարկվում, հա, բուժման, որտեվ հիվանդության պրինցիպը ու դեղի աշխատելու պրինցիպը, որ հասկանանք, ինքը պարզ է դառնում, թե ինչի ստատինները հիմնականում բերում են այդ ռիցեպտորների overexpression-ի, որ հա շատ լինի, ավելի ակտիվ լինի, LDL-ները ավելի շատ կլանի։ Բայց եթե մենք գործ ունենք պացիենտի հետ, ում LDL-ը մուտացված է, իր այդ ռիցեպտորները կոպիտ ասած նորմալ չեն աշխատում, պարզ է այդ ռիցեպտորները թարգետ անող դեղը այդքան էֆեկտիվ չի լինելու, ինչքան որ առողջ մարդու մոտ։ Դրա համար ստատինները այդքան հեշտ չեն աշխատում այս պացիենտների վրա։ Բացի դրանից ուրիշ խմբերի դեղեր էլ կան, օրինակ էզեցիմիբը իր պրինցիպը լրիվ ուրիշ ձև է աշխատելու, ինքը նենց անում, որ աղիներից լիպիդները չկուտակվեն, չներծծվեն ու բնականաբար որ ավելի քիչ լիպիդներ են ներծծվում, LDL-ի մակարդակը արյան մեջ այդքան բարձր չի լինում։ Ինքը օգնում է բավականին ստատիններին աշխատել, էֆեկտիվությունը ի համեմատ մենակ ստատին թե ստատին պլյուս էզեցիմիբ մոտ 20%-ով ավելի բարձր է, բայց այս չի նշանակում էլի, որ մենակ էզեցիմիբով կարելի է բուժել, ստատինները պարտադիր են։ Ու առհասարակ вообще պացիենտներին դեղը ավելացնել թե չէ, հա, կախված է մոնիտորինգից։ Դու պետք է նայես այս պացիենտի LDL-ի թվերը արդյոք իջնում է քո ուզած մակարդակին թե չէ, եթե չէ, նոր ավելացվում է հաջորդ դեղորայքը։ Հաջորդ դեղորայքա այդ PCSK9-ի ինհիբիտորները, այդ իմ թված գեներից երրորդ գենի ինհիբիտոր, իր աշխատելու պրինցիպը մի քիչ ուրիշ է այն մյուսների համեմատ, որովհետև նորմայում այս գենի կոդավորվող սպիտակուցը բերում է LDL-R-ի այդ ռիցեպտորների քայքայման։ Այս գենի մուտացիաները gain of function մուտացիաներ են։ Այս էլ է միջալոց կարևոր կոնցեպտ, որ միշտ մարդիկ մտածում են բժիշկները, որ մուտացիան միշտ բերում է վատ աշխատելուն գենի, հա, կամ սպիտակուցի վատ աշխատելուն, այդ տենց չի։ Մուտացիաներ կան, որ gain of function-ն բերում են գերակտիվացման, ու երբ որ այս գենը գերակտիվացված է, ինքը բերում է այդ ռիցեպտորների ավելի ուժեղ քայքայման։ Այդ պարագայում մենք օգտագործում ենք այդ PCSK9 ինհիբիտորները, որոնք որ դենց են անում, որ այդ ռիցեպտորները այդքան ակտիվ չքայքայվեն։ Շատ ռիցեպտորները LDL-ը ավելի լավ է կուտակվում, բավականին sense լոգիկ հավես մեխանիզմ է։ Այդ իսկ հասանելիությունն էլ նորմալ է, ինքը ոնց որ կարծեմ հակամարմին է, չէ՞, մոնոկլոնալ իր այդ ինհիբիտորը։ Մենք օրինակ ես մի հատ հետաքրքիր кейս ունեի վերջերս, պացիենտ ունեի, ով որ ուներ ժառանգական հիպերխոլեստերինեմիա, արդեն ախտորոշված եւ այլն, ու նոր էր ախտորոշվել, ստատիններ էր սկսել խմել ու կարծեմ խմում էր ռոզուվաստատին, ու դրա ֆոնին իրականում շատ հետաքրքիր էր, կարծեմ մի քանի ամիս հետո սկսելուց հետո ընդունվում է հիվանդան, ես իրեն ստացիոնարում եմ ստանում, արդեն ռեանիմացիա եմ իրականում, բավական ծանր երիկամային անբավարարությամբ, պացիենտի մոտ ռաբդոմիոզիս էր զարգացել, մկանների քայքայում, որից այդ կրեատին կինազայի պատճառով առաջացել է ու միոգլոբինի առաջացել էր սուր երիկամային անբավարարություն, պացիենտին արագ մենք բան արեցինք, դիալիզի կարիք կար, դիալիզ սկսեցինք եւ այլն, ու արդեն վերջում, որ արդեն դուրս ենք գրում, չենք կարա դե բնականաբար արդեն ստատիններ նշանակեն, որտեղ ստատինների բարդություններից մեկը ինքը ոչ թե ուղղակի sense մկանները վնասվել էր, այլ իր մոտ միոզիտ էր զարգացել ստատինների, ու արդեն այդ պացիենտին մեր մոտ ռեպատա ենք ասում այդ PCSK9 ինհիբիտորին մոնոկլոնալ հակամարմինին, այդ դեղորայքը սկսեցինք, ճիշտ է, ԱՄՆ-ում մի քիչ խնդիրներ է այդ դեղորայքների հետ, որտեղ բավական թանկարժեք են ու այնտեղ արդեն պետք է ապահովագրությունը հաստատի, այս կոմ, բայց ոնց որ այդ բուժման հնարավորությունները ինձ ասեցին, ես չգիտեի, ասեցին, որ այդ հակամարմինը իրականում շատ իդեալական, կարելի է ասել գրեթե նորմալ մակարդակի բերում է, եթե պացիենտը ոնց դու բացատրեցիր այդ մուտացիան հստակ ունի, իր մոտ կարա շատ իդեալական աշխատի։ Okay, շատ լավ, այսինքն այս պահը հասկացանք, իսկ մի ուրիշ հարց էր ուզում տալ, այս հիմա շատ տրենդային է լիպոպրոտեին I մասին խոսալ ու վերջին կարծեմ 2026 թվականի կարդիոլոգիայի գայդլայններում արտադիր նշվել է, որ պետքա տարին մեկ անգամ լիպոպրոտեին, կյանքում մեկ անգամ պացիենտները լիպոպրոտեին A
ստուգեն։ Հիմա ուզում եմ հարցնել, թե սա ինչ դեր ունի, որպես բժշկական գենետիկ, ինչքանով է սա կարևոր եւ պացիենտի ռիսկի մասին ինչքանով է խոսում, ինչ դեր ունի արդյոք գենետիկան այս թեստավորման մեջ։ Հա, այս լիպոպրոտեինան իրականում շատ անդուր մոլեկուլ է, որովհետև իր մակարդակը հիմա չի լինում իջացնել պրակտիկորեն, ու ինչի է կյանքում մի անգամ ստուգել, որովհետև ինքը իր մակարդակը ֆլուկտուացվող չի։ Ինքը մոտ տենց 5-10 տարեկանից հետո մնում է նույն մակարդակի վրա ու չի փոխվում, գրեթե չի փոխվում։ Ինչով է, բայց ինքը կարևոր, որովհետև եթե մարդու օրգանիզմում կա այս LPA-ի բարձր մակարդակ, ինքը այս մոլեկուլը շատ ավելի աթերոգեն է, շատ ավելի ուժեղ բորբոքային էֆեկտներ ունի, քան մեր սովորական LDL-ը։ Նախ ինքը ինչով է տարբերվում, հա, LDL-ից, ինքը նույն LDL-ն է, իր այդ ApoB կոմպոնենտին կպած է մի հատ ապոլիպոպրոտեին A, ոնց որ LDL պլյուս ապոլիպոպրոտեինը դառնում է LPA։ Ու ինքը ավելի ագրեսիվ է, ավելի սենց վատն է, քան սովորական LDL-ը, ու դրանով է պայմանավորված իր մակարդակը կյանքում մի անգամ ստուգելը, որովհետև այդ պարագայում պացիենտներին, դաժե եթե LDL-ի մակարդակը շատ բարձր չի, պետք է իջացնել, որովհետև իրանք ավելի բարձր ռիսկի տակ են։ Բացի աթերոսկլերոզից, իրանց մոտ կալցիֆիկատներ, տրոմբոզ, փականների, հա, սրտային փականների ստենոզ եւ այլն շատ ավելի շատ են լինում, քան մնացած պոպուլյացիայի մոտ, ու այս պացիենտների կենսակերպը, LDL-ի մակարդակը եւ այլնը պետքա ցածր պահել, որտեղ շատ ավելի բարձր ռիսկի տակ են։ Բայց ինչի է հիմա ինքը ակտիվ թեմա, որովհետեւ երևի, հա, այդ ակտիվության պատճառներից մեկը այն է, որ վերջապես ստադիներ են արվում ու իրանց արդյունքները տեսնելուն մոտ ենք, որոնք որ ուղղված են իր մակարդակը, LPA-ի մակարդակը իջացնելուն։ Հիմա երկու հիմնական դեղեր են այդ ստադիի մեջ։ Մեկը Պելակարսենն է, մյուսը անունը կարծեմ Օլա, չեմ հիշում լավ անունը էական չի, siRNA ինքը small interfering RNA-ը։ Իրանք երկուսն էլ բավականին նման պրինցիպով են աշխատում։ Այդ LPA գենն է մուտացված լինում, որը բերում է LPA-ի մակարդակի բարձրացման, այդ գենից, դե ցանկացած գենից սպիտակուցի սինթեզը ոնց է գնում։ Գենն է, իրանից սինթեզվում է mRNA, Հայաստանում շատերը IRNT են ասում, այդ տերմինը դուրս է եկել, mRNT ասենք էլի։ Այդ mRNT-ն է սինթեզվում, ու որից որ արդեն գնում է պրոտեինի սինթեզը։ Այս երկու դեղերն էլ, Պելակարսենը անտիսենս օլիգոնուկլեոտիդ է, ինքը մի շղթայանի մոլեկուլ է, որը գնում կպնում է այդ mRNT-ին ու բերում է RNA-ազով այդ RNT-ի քայքայման։ RNT-ն քայքայվել է, սպիտակուց էլ չի սինթեզվում։ Նման պրինցիպ է small interfering RNA-ները, իրանք ոնց որ մի շղթան մտնում է մի հատ կոմպլեքսի մեջ, որը կոչվում է risk complex, մյուս շղթան գնում կպնում է այդ mRNA-ին ու էլի գնում է mRNA-ի քայքայում։ Քայքայվեց, սպիտակուցը չսինթեզվեց։ Ու տենց ոնց որ LPA-ը, ապոլիպոպրոտեինան չի սինթեզում, LPA չենք ունենում։ Բայց դեռ հաստատված չեն էլի այս թերապիաները, հիմա clinical trial-ի փուլում են ու հուսանք շուտով կտեսնենք ինչքանով է։ Իրականում շատ ես հիշում եմ մեր journal club-երից մեկում անցած տարի քննարկել էինք այս, կարծեմ New England Journal of Medicine-ում պատգրվել էր այդ հետազոտությունը, որ small interfering RNT-ները օգտագործում են բուժման մեջ, ասենց ինքը շատ հետաքրքիր գաղափար է, էլի որ կարելի է նման ձևով բուժում իրականացնել ու ոնց որ պացիենտի համար ինքը կրում է մշտական էֆեկտ, էլի ինքը արդեն բուժվում է, կոպիտ ասած իր մոտ գենային մակարդակով, ու ստեղ նաև ինձ թվում է կարևոր է շեշտենք, որ ինչպես մենք կարող ենք օգտագործել գենետիկայի սկզբունքները պացիենտների մոտ նման էֆեկտիվ բուժումներ տալու համար, որտեղ սա ոնց որ նաև վերաբերվում է ուրիշ վիճակներին, ուրիշ քրոնիկական հիվանդություններին, օրինակ թոքաբանության մեջ ունենք ցիստիկ ֆիբրոզը, որի ժամանակ էլի գենետիկ մուտացիայի պատճառով պացիենտի մոտ կան տարբեր կլինիկական դրսևորումներ, ու
իրա բուժումը անհնար է ստացվում, որովհետև պացիենտի բոլոր բջիջների մեջ կա մուտացիա։ Ու կարծեմ էլի կան էլի հետազոտվող միջոցներ, որտեղ օգտագործում են բժշկական գենետիկայի տարբեր tool-եր, տարբեր գործիքներ բուժում իրականացնելու համար։ Քիչ կթերանամ ասեմ հստակ ինչ ձևով, կարծեմ օգտագործում են CRISPR Cas9 տեխնոլոգիայով բուժումներ, բայց որ մտածում ենք ընդհանուր դες թեմաների մասին, շատ հետաքրքիր է, թե ոնց կարող ենք բուժումներ ստեղծել հիվանդությունների, որոնք ունենան մշտական էֆեկտ ու պացիենտին կոպիտ ասած բուժել տարբեր հիվանդություններ ու օգտագործում ենք գենետիկայի տեխնոլոգիաները։ Շատ էլի այդ շատ ամենաակտիվ թեմաներից է հիմա այդ գենային թերապիան, մանավանդ CRISPR-ը, պրոստը իրենց դժվարությունը այն է, որ հիմնականում իրանք ավելի ակնկալվում են, որ էֆեկտիվ կլինեն, եթե դու մի հյուսվածք ես, հա, target անում, ոչ թե ցենց օրգանիզմի սաղ բջիջները կարողանաս փոխես, դրա համար շատ մաքուր հա գենետիկ սինդրոմային հիվանդությունների համար իրանք շատ ավելի բարդ կիրառելի են, բայց օրինակ CAH-ը congenital adrenal hyperplasia, որը էլի դուք կարող տեսնեք էլի կլինիկայում, ասենց մաքուր գենետիկ սինդրոմներ չեմ ուզում ասեմ, որտեղ հազվադեպ եք տանում, օրինակ չգիտեմ, Duchenne-ի մկանայի դիստրոֆիա դժվար։ Բայց օրինակ CAH-ը հիմա էլի ակտիվ քննարկվում է այս CRISPR-ի օգտագործման տեսանկյունից, առհասարակ գենային թերապիայի տեսանկյունից, բայց օրինակ իր դժվարությունը ինչու՞մն է, որտեղ մակերիկամները արագ կիսվող, հա, արագ նորացվող, թարմացվող հյուսվածք են, ու երբ որ դու եղած հյուսվածքը կոպիտ ասած փոխում ես, այն մուտացված հյուսվածքը այնքան արագ է կիսվում, tissue turnover-ը կոչվում է այդ էֆեկտը, որ չի հասցնում բավականաչափ էֆեկտ տա, որ դու այդ ուղղված հյուսվածքը գերակայի ու օգնի։ Այդ դժվարություններից մեկն է, կամ երբ որ քո target գենի կողքը կա պսևդոգեն, ու CRISPR-ը կարող գնա կպնի պսևդոգենին ու քո target գենը բուժելու փոխարեն ինչ որ պսևդոգեն է բուժում, հա, այդ դժվարությունները կան, որ հիմա փորձում են հաղթահարեն, տեսնենք երբ կհաղթահարեն։ Հա, իրականում շատ հետաքրքիր ու խոստումնալից է այդ ոլորտը, ու անընդհատ ոնց որ ես տեսնում եմ դրա շուրջ քննարկումները բոլոր ոլորտներում, նույնիսկ այն որ չենք էլ մտածի, բայց բոլոր ոլորտներում քննես վերջերս նույնիսկ ասենք արագ հա բուժվող մեր ռեանիմացիոն հիվանդություններից նույնիսկ սեպսիկ շոկերի ժամանակ էլի խոսում են գենետիկայի դերի մասին, որտեղ հետազոտություններ են անում, տեսնում են, որ մարդիկ տարբեր գեներով, տարբեր պոլիմորֆիզմներով իրենց գեներում հակված են ավելի շատ այսինչ տեսակի հիվանդություն Օրինակ հետաքրքիր մի հատ գաղափար կա ու այդ հետազոտության վրա մենք աշխատում ենք հիմա, որ մարդիկ կան, ում հեմոգլոբինը ունի գենը ունի ինչ-որ պոլիմորֆիզմներ, որ իրեն դարձնում է ավելի հակված ազոտի օքսիդին միանա, այս ազոտի օքսիդը արդեն անոթներում իր վազոդիլատատոր էֆեկտներն է ցույց տալիս, ու պացիենտները թեորետիկ ավելի հակված են լինելու տարբեր շոկային վիճակների մեջ հայտնվեն, օրինակ սեպտիկ շոկի մեջ կարան հայտնվեն ինֆեկցիայից, ու տենց էլի հետաքրքիր նորություններ է էլի, ու սա պոտենցիալ ունի երևի ապագայում հանգեցնի ինչ-որ թերապիայի գենետիկ, որը այս հեմոգլոբինը կարա շտկի ու օրինակ որոշ պացիենտների համար կյանքը փրկող միջամտություն հանդիսանա։ Կուզեմ հիմա մի քիչ ոնց որ թեքվենք ուրիշ ուղղությամբ, մի քիչ խոսենք քաղցկեղից, ինձ թվում է սա երևի այն երկրորդ մեծ խումբն է հիվանդությունների, որտեղ գենետիկան ունի ահռելի մեծ դեր, ու առաջի բանը, որ կուզեմ քննարկենք, դա Լինչի համախտանիշն է, ու այն ամենը, ինչ որ թերապևտը պետք է իմանա Լինչի համախտանիշը ճիշտ ճանաչելու, արագ ճանաչելու եւ այս պացիենտին ճիշտ միջամտություն առաջարկելու համար։ Լինչի համախտանիշը էլի այդ բառն է անընդհատ մտքից գալիս, շատ անդուր համախտանիշ է եկամ, շատ ծանր, որովհետև այս համախտանիշը շատ օրգանների քաղցկեղի ռիսկեր է տալիս, ու առհասարակ հիմնականում ընտանիքում Լինչի համախտանիշի հայտնաբերելը սկսվում է կոլորեկտալ քաղցկեղով պացիենտից, կոլորեկտալ քաղցկեղով պացիենտների մոտ 2-ից 3%-ի մոտ կա Լինչի համախտանիշ։ Բացի կոլորեկտալից ինքը տալիս է կանանց մոտ էնդոմետրիալ քաղցկեղ, որոշակիորեն ձվարանի քաղցկեղ, երիկամներ, միզուղիներ, ստամոքս, ու սենց բավականին մեծ ցուցակ է օրգանների, թարգետ օրգանների քաղցկեղների։
Ինչը կարա հուշի բնականաբար ընտանեկան անամնեզը, գենետիկայում ինչից խոսենք, ընտանեկան անամնեզը շատ հուշող է, ընտանիքում այս թվարկածս քաղցկեղների ի հայտ գալը ու բնականաբար էլի տարիքը, երիտասարդներին քաղցկեղը բնորոշ չպիտի լինի, հա, էլի պետք է գենետիկա կասկածել։ Բացի դրանից, պացիենտին հետազոտելու ընթացքում դաժե եթե ինքը ունի ընտանեկան պատմություն կամ տարիքը շատ երիտասարդ չի ինչ-որ սահմանային է, դե ցանկացած քաղցկեղի վերջնական ախտորոշումը հիստոլոգիան է ու հաճախ հիստոլոգիային զուգահեռ արվում է իմունոհիստոքիմիա ու էլի տարբեր մարկերներ են, հա, ուսումնասիրում։ Օրինակ, իմունոհիստոքիմիայի ժամանակ, երբ որ կոլորեկտալ քաղցկեղի պարագայում ստուգվում են mismatch repair-ի գեների էքսպրեսիան ու այդտեղ խնդիր են տեսնում, այդ պետքա ֆլագ անել որպես լինչի համախտանշի կասկած կամ ստուգվում է MSI միկրոսատելիտային անկայունության մարկերը, ինչը այդ թերապիայի վրա հա ազդեցություն ունեցող մարկերն է, ինքը կարա ցուցանիշ լինի իմունոթերապիայի eligibility Էլի բարձր MSI-ի պարագայում կոլորեկտալ քաղցկեղի պարագայում պետքա կասկածել լինչ ու անել թեստավորում։ Ստեղ այն մեր խոսացած կոնցեպտին հետ գանք ժառանգական ու germline ու սոմատիկ մուտացիաների լինչը համախտանիշ է, որին բնորոշ է germline մուտացիաները։ PMS2 գենն է, MSH3 գենն է, MSH2 եւ այլն, այս գեների պաթոգեն տարբերակները պայմանավորում են լինչի համախտանիշը։ Ինչի է սա կարևոր, ոնց տեսանք արդեն մի ցուցանիշը, MSI-ի ցուցանիշը արդեն կարում է ազդի այդ պացիենտի բուժման վրա, բայց կարևորը ինչումն է։ Ցանկացած պացիենտ, երբ որ աուտոսոմ դոմինանտ համախտանիշով ինչ որ ախտորոշվում է, իր առաջին կարգի ազգականները ունեն 50% հավանականություն, որ իրանք այդ վարիանտը մուտացիան ժառանգել են ու իրանց մոտ կդրսևորվի։ Ովքեր են առաջին կարգի ազգականները, հա, դրանք ծնողներն են, քույրեր եղբայրներն են ու երեխաներն են։ Այս երևի ավելի շուտ պետք է նշեի, հա, որ երբ որ դուք ախտորոշում եք պացիենտի, ով որ ունի դոմինանտ ժառանգվող գենետիկ հիվանդություն, այս խմբին մարդկանց պետք է հետազոտել։ Առավել ևս, երբ որ մենք խոսում ենք քաղցկեղից, որը մահացու հիվանդություն է ու իրան կարելի է կանխարգելել ոնց, նախ մոնիտորինգն է փոխվում այս պացիենտների, շատ ավելի վաղ տարիքից շատ ավելի հաճախակի կոլոնոսկոպիա է իրանց ցուցված ու պլյուս մնացած թիրախ օրգանները հսկել ու օրինակ կանխարգելիչ վիրահատություններ, եթե կինը, ով որ ժառանգել է այդ գենը եւ այլևս չի պլանավորում երեխաներ, հա, ձվարանների արգանդի հեռացում։ Եվ այլն մենեջմենթալ քայլեր կան, որոնք որ կիրառելի են, եթե պացիենտին ախտորոշել ես, իր կյանքի տևողությունը, կյանքը փրկելուն ուղղված շատ էֆեկտիվ մեթոդներ են։ Դրա համար շատ կարևոր է պացիենտին վերջնական ախտորոշել գենետիկ մակարդակով, մենակ չասել, դե մեկա բուժում ենք, հա, քաղցկեղը, չէ, պետք է սինդրոմները ճանաչել, ախտորոշել, իր հարազատներին նույնպես ախտորոշել։ Okay, այսինքն ստեղ լիվ կանխարգելման դերն է գալիս, իսկ մի ուրիշ հարցն, որը հաճախ ոնց որ մենք ենք այդ հարցի հետ առնչվում, երբ արժի ինքնուրույն հետազոտել եւ երբ ուղղորդել, ու որն է ոնց որ պատասխանատու քայլերը, որ պետքա թերապևտը անի, այս պարագաներում, երբ որ կասկածում մենք արդեն խոսեցինք ոնց որ այն տարբեր տրիգերների հետ, կարմիր դրոշակների հետ, որի մասին երբ պետքա մենք մտածենք որևէ գենետիկ համախտանիշի մասին, բայց արդյոք ինքնուրույն թեստավորել այս դեպքում ցուցված է, թե միշտ պետք է ոնց որ պացիենտներին ուղղորդել դեպի գենետիկ հետազոտության արդեն մասնագետի կողմից։ Իրականում կարելի է, պարտադիր չէ, որ մարդը լինի գենետիկ, որպեսզի այս հետազոտությունները նշանակի, ցանկացած մասնագետ իրականում կարա ու իմ պրակտիկայից օրինակը բերեմ, հա, լավ, ցանկացած գենետիկի վերցնենք, պացիենտը երբեք իր ոտքով չի գնա գենետիկի, տեղից սկսենք, օրինակ, երբ որ մարդու ստամոքսը ցավում է, ինքը գիտի, որ պետք է գնա գաստրոենտերոլոգի, գենետիկայում տենց գանգատ չկա։ Հազվադեպ մեր մոտ գալիս են ժառանգական քաղցկեղների ընտանեկան պատմությունով, բայց այս շատ հազվադեպ սցենար եմ ասում, երբ պացիենտը իր ոտով է գալիս գենետիկի, կամ հղիության պլանավորման էտապում է, որ կարող է պացիենտը գա։ Ճնշող մեծամասնության դեպքերում մնացած մասնագետները կասկածում են գենետիկա ու ուղղորդում են պացիենտին գենետիկի մոտ։
Շատերը ուղղորդում են արդեն թեստավորումը նշանակած, որ մենք ուղղորդում ենք, որ պացիենտը այս հետազոտությունը անցնի, գենետիկը անում է իր մասը, հա, անամնեզ հավաքելը, անհրաժեշտ ինֆոն ունենալը ու հետո հետազոտության ինտերպրետացիան։ Կամ դեպքեր կան, երբ որ բժիշկը, հա, ով գենետիկ չի կողմնորոշում արդյոք տեղին է թե չէ այստեղ գենետիկ հետազոտությունը ու ուղարկում է խորհրդատվության, որպեսզի բժիշկ գենետիկը ավելի նեղ մասնագիտորեն օգնի ուղղորդի պետքա անել թե չէ։ Այսինքն ցանկացած этаպում, հա, վերջին խոսքը պարտադիր չի որ լինի գենետիկն է, բայց միանշանակ ուղղորդող շատ մեծ ֆակտոր է բժիշկ գենետիկը։ Okay, okay, շատ կարևոր ինձ թվում է հարցը դա։ Մի ուրիշ բան եմ ուզում հիմա հարցնել։ Օրինակ ես վերջերս ես առնչվեցի sense խնդրի հետ, ես ունեի պացիենտ ու ախտորոշել էի թոքային էմբոլիայով ու երբ թոքային էմբոլիա ախտորոշվանց ու պետքա արդեն բուժումը սկսելուց հետո մեզ հարցնենք, թե չի այս մարդու մոտ առաջացավ տրոմբ։ Ու արդեն դե բնականաբար պացիենտներ կան ու մոտ չենք այդքան խորանում այդ ամեն ինչի մեջ, որտեղ եթե օրինակ առանց ինչ-որ մեծ պատճառի առաջանում է տրոմբ, չենք ուզում ավելորդ հետազոտություններ անել, որտեղ այս պացիենտը sense տենց հակակոագուլյան դեղեր է խմելու արդեն իր ամբողջ կյանքի ընթացքում, բայց երբեմն որոշ sense հարաբերական, հա, պացիենտների մոտ պետքա մի քիչ կասկածենք։ Օրինակ, եթե երիտասարդ է պացիենտը, օրինակ իմ դեպքում պացիենտը երիտասարդ էր, 36 տարեկան էր ու ուներ թոքային էմբոլիա, արդեն զարմանում ենք, էլի հարցում ենք ինչի պետք է հետասի մարդու մոտ ուղղակի ոտքում տրոմբ առաջանա, գնա թոքեր ու ուզում ենք հետազոտություններ իրականացնել գենետիկ, ու ստեղ ոնց որ բախվեցինք խնդրի, որովհետև միշտ բաներ կա խնդիրներ կա այս տրոմբոֆիլիայի թեստերի հետ կապված, կուզեմ մի քիչ դրա մասին խոսենք, ինձ թվում է էլի հաճախ հանդիպող հարց է ներքին հիվանդությունների մասնագետների համար, արդյոք օրինակ պետքա հակամակարդիչներ ստացող պացիենտի համար անենք թեստավորում եւ արդյոք գենետիկ թեստավորումներ կան տարբեր տրոմբոֆիլիաների, որոնք կարելի է իրականացնել եւ այլն, ոնց որ մի քիչ կարանք սրա մասին խոսենք։ Հա, շատ կարևոր պրակտիկ հարց է։ Ну, տրոմբոֆիլիաները հաճախ հենց գենետիկ պատճառով են լինում, բայց պետքա նախ նայել տրոմբոֆիլիայի պանելի մեջ ինչն է մտնում։ Այդ պանելների մեջ հիմնականում մտնում են պրոտեին C, պրոտեին S, անտիտրոմբին պլյուս գենետիկ հետազոտություններ, հա, տրոմբոֆիլիայի նախատրամադրվածության գեների։ Ինչու՞մն է խնդիրը, որ երբ որ պացիենտը արդեն ստանում է հակատրոմբոտիկ բուժում, հավանականությունը կամ հա ակտիվ ինչ-որ տրոմբ ունի, հավանականությունը, որ իր այս պրոտեին S, պրոտեին C, անտիտրոմբին այդ ցուցանիշները փոխված են, շատ մեծ է։ То есть ակտիվ բուժում ստացող պացիենտին այս հետազոտությունը անելը մի քիչ անիմաստ է ստացվում։ Հա, գենետիկ մասը չի փոխվում, մարդու գեները չեն փոխվում, ոնց կան, տենց էլ մնալու են, բայց այս ցուցանիշները իրանք մեծ հավանականությամբ շեղված են լինելու։ Բա գենետիկան, հա, ասենց ասած մենք բարձում ենք գենետիկան, բա այդ կարևոր չի։ Ինչ որտեղ կարևոր է, բայց ինչն է ստեղ նյուանսը, որ դու պացիենտին մեկա վարելու ես ըստ իր կլինիկայի։ Այսինքն այն փաստը, որ պացիենտը ունի տրոմբոֆիլիա, դեռ 100%-ով չի նշանակում, որ ինքը պետքա ամբողջ կյանքում բուժում ստանա, հա, որովհետև այդ պարագայում, եթե ինքը տրոմբագոյացումներ ակտիվ չունի, եւ այլն, այդ հակատրոմբոտիկ բուժման պատճառով արյունահոսությունների ռիսկը չարդարացված պարագայում, հա, շատ ավելի բարձր է, քան եթե այդ գեները ունեցող մարդուն վարեիր ըստ կլինիկայի ու գեների վրա հիմնված այդ դեղորայքը չնշանակեիր։ Այսինքն պետքա ճիշտ գնահատել ռիսկը, այդ ինչքանով կա տրոմբագոյացման ռիսկը ու արյունահոսության ռիսկը ու հիմնվել բանի վրա, կլինիկայի վրա։ Բայց երբ է կարևոր գենետիկան, որոշ պարագաներում, օրինակ պացիենտին հայտնաբերել եք, հա, որ այդ մուտացիաները կան, նախատրամադրվածությունը կա, այս ինֆոն պրակտիկորեն կիրառելի է, եթե պացիենտը ինչ-որ ռիսկային սիտուացիաներում է հայտնվել, օրինակ, չգիտեմ, երկարատև իմոբիլիզացիա, երկարատև վիրահատություն, հղիություն կանանց պարագայում, իմիջիալոց հաճախ հղիության ընդհատումների պատճառ տրոմբոֆիլիան է լինում, չախտորոշված, հա։ Այս պարագայում իրանք կամ կանանց կոնտրացեպտիվների, հորմոնակոնտրացեպտիվների prescription-ի ժամանակ այս ֆակտորը պետք է հաշվի առնել անհրաժեշտության դեպքում բուժումները նշանակել, բայց ինքը դեռ բավարար պատճառ չի ամբողջ կյանքի բուժման նշանակման համար։
ու իրականում այդ շատ sense հետաքրքիր գաղափարներ ասացիր, կախված նրա հետ, թե արդյոք կլինիկայում մեր համար ինչ որ դեր կխաղա, ու ես շատ եմ լսում իմ հայաստանյան ոնց որ ծանոթներից, ընկերներից, որ շատ հաճախ իրականացվում են այս թեստերը, ու իրականում միշտ այդ արդյունքները, օրինակ ինձ հարցում են, օրինակ ես թեստ իրականացրել եմ, ես ունեմ օրինակ չգիտեմ ֆակտոր 5 լայդենի հոմոզիգոտ մուտացիա, ու միշտ այդ խնդիրն է, թե արդյոք հիմա ինչ անենք, կամ պրոտեին C-ն էս ինչ քանակի է, բարձր է, փոք, ցածր է եւ այլն։ Ես այս վերջերս լսում եի մեր ոնց որ կրթական ոդկասթներից մեկը հենց այս թեստերի մասին, ու շատ հետաքրքիր բան կար, շատ sense մեծ իրանք արգումենտ էին անում նրա մասին, որ այս թեստերը իրականում այլ ապագայում հնարավոր ընդհանրապես չստուգվեն, որովհետև իրանք լյարդի կողմից արտադրվող սպիտակուցներ են, որոնց քանակը կարող է նույնիսկ օրվա ընթացքում տարբեր պատճառներով փոփոխվի, ու միշտ այդ ցածր բարձր լինելը պետք չենք կարող ինտերպրետացնել առանց կլինիկական կարևորության, ու իրանք նույնիսկ այս ամեն ինչ ասում են հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի հակամարմինների մասին, որոնք sense միշտ մեր մոտ եղել է հստակ, հա, որ եթե պացիենտի մոտ կան, իրանք պետք է ախտորոշել, պետք է վարֆարինով բուժել եւ այլն, էլի իրանք ստեղ այդ ամեն ինչը մարտահրավերի են հետո։ Իմ պացիենտի պարագայում կոնկրետ մենք էլ ինքը քան որ 36 տարեկան է, այս դեպքում մեզ միևնույն է հիմա խորհուրդ են տալիս, որ պետքա բան անենք, գենետիկ թեստավորում անենք տրոմբոֆիլիայի, որ ուղղակի իր ռիսկը ոչ թե իր համար, քան որ ինքը իր ամբողջ կյանքը մեկը խմելու է, քան որ արդեն ունեցել է էպիզոդ էմբոլիայի, բայց զուտ իր ընտանիքի անդամների, իր սերունդների համար, որ ինքը որովհետև երիտասարդ տարիքում ոնց որ շատ մեծ է հավանականություն, արդեն մեծ տարիքում էլ մեծ տարբերություն չի տալիս, ու ստեղ նաև էլ այդ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի համար են մեզ ասում, որ պետքա, եթե ունենք օրինակ տրոմբեր հազվադեպ հանդիպող մասերում, օրինակ պորտալ երակներում, չգիտեմ, մեզենտերիկ երակներում, որտեղ սովորաբար տրոմբեր չպետք է լինեն, էլի պետքա մտածենք ու ավելի ցածր լինի շեմը թեստավորման։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր այս քննարկումը տարբեր հիվանդությունների, կուզեմ մի երկու բառով խոսենք իրականում մեկ ուրիշ բանի մասին, մեր մոտ օրինակ հաճախ լինում են տարբեր դեղորայքներ սկսելուց առաջ պարտադիր գենետիկ թեստավորումներ, ես այս վերջերս նման դեպքի հետ առնչվեցի, երբ որ ես ունեի պացիենտ, ում պետքա նշանակեինք ազաթիոպրին, ու այս պացիենտի մոտ ասացին, որ պետքա գենետիկ թեստավորում անենք, ու գիտեմ, որ կան տարբեր օրինակ միավի դեղորայքներ, տարբեր հակաէպիլեպտիկ դեղեր, որ այս դեղորայքները պետք է սկսելուց առաջ գենետիկ թեստավորում պետք է անենք, ընդհանուր գաղափարները այս ամեն ինչի շուրջ ինչպիսին են եւ ինչի է կարեւոր դա անել։ Հա, այդ սֆերան, ֆարմակոգենետիկան, ինչ որ sense շատ լայն սֆերա է, շատ բարդ սֆերա է, իր կարևորությունը ինչումն է, որովհետև մարդու գենոտիպից կախված շատ ռադիկալ կարա փոխվի այն, թե ինքը այդ դեղորայքին կպատասխանի թե չէ առհասարակ, կողմնակի էֆեկտներ կունենա թե չէ, եթե կպատասխանի դեղորայք, դեղաչափը, հա, ոնց որոշենք, ասենց ինքը շատ տարբեր մակարդակներով մեր լիքը հարցերի պատասխանում է։ Նույն HIV, հա, այդ աբակավերի кейսը ինքը եթե չեմ սխալվում, հիմա ստանդարտների մեջ է մտցած, ինքը պարտադիր ստուգվում է, որովհետև եթե կա կոնկրետ HLA տիպ, այդ մարդիկ շատ ծանր ռեակցիաների մեջ են ընկնում ապակավերից, то есть կյանքին վտանգ սպառնացող ռեակցիաներ են տալիս, կամ հակառակը, օրինակ կարդիոլոգիայում էլի ձեր մոտ շատ կհանդիպի կլոպիդոգրելի մետաբոլիզմի հետ կապված, դե կլոպիդոգրելը նախադեղ է, որը պետքա մշակվի այդ CYP խմբի առհասարակ այդ CYP խմբի գեները իրանք ֆարմակոլոգիայի մեջ, ֆարմակոգենետիկայի մեջ շատ տարածված են։ Ինքը պետքա մշակվի, որ ակտիվանա, ու շատ հաճախ պացիենտներին տալիս են ստանդարտ դեղորայքներով կլոպիդոգրել ու չի պատասխանում պացիենտը այդ դեղորայքին, հարցածակում ինչի շատ հաճախ պատճառը հենց է CYP-ի մուտացիան է, ու այս պարագայում մուտացիայի հայտնաբերման դեպքում դեղորայքը կարելի է զուտ փոխել պրասուգրելի կամ հա ծիկագրելուի էլի ստեղ փաստացի բուժման վրա է ազդում, կամ նույն ասած ազաթիոպրինը, թիոպուրինները,
էլի գեներ կան, TPMD-ին եւ այլնը, այս նույն դեղերը նաեւ օնկոլոգիայի միջայլոց շատ ակտիվ թեստավորվող դեղեր են։ DPYD-ին էլի գրեթե ստանդարտի մեջ է մտնում օնկոլոգիայում, ֆլորոուրացիլի պատասխանի, հա, վարիանտներ կան, որոնք կանխատեսում են, որ այս մարդը չի պատասխանելու այս դեղորայքին, կամ հակառակը կան գեներ, որոնց մուտացիաները որ ակնկալում են, որ չափից շատ ակտիվ մետաբոլիտ է լինելու, մետաբոլիտը չի կարողանալու դուրս գա օրգանիզմից, հետևաբար այս պացիենտը կարա տոքսիկ էֆեկտներ ունենա, որովհետև քո տված ստանդարտ դոզան իր օրգանիզմում իրականում ստանդարտ չի, ավելի բարձր է, որովհետև դուրս չի բերվել։ Հետևաբար այս դեղորայքը կամ պետքա ստանդարտից ավելի ցածր դոզայով տալ, կամ փոխել ուրիշ դեղորայքի։ Այդ DPYD-ն այդ սցենարից է։ Հա, այսինքն տարբեր մեխանիզմներով կարա ազդի կողմնակիների բերի կամ չպատասխանի եւ այլն, դրա համար էլի կարևոր ֆակտոր է թեստավորելու համար։ Բուժումը սկսելուց առաջ շատ դեպքերում կամ եթե խնդրի ենք հանգում բուժման ընթացքում, այդ ընթացքում թեստավորել, որ որոշենք ինչ դեղորայք ընտրենք։ Okay, իրականում շատ տարբեր բաներից խոսեցինք ու ոնց որ սենց իմ մտքում ես էլ լիքը բան իրականում ինքս սովորեցի, որ փորձեմ ամփոփեմ այն հիմնական take home point-ները այսօրվա քննարկման ու ինձ ոնց որ հավելումներ արա, եթե ինչ-որ բան բաց թողեմ։ Երևի ամենակարևորներից մեկը այն կլինի, որ այդ ընտանեկան անամնեզի բացակայությունը ինքը արկայությունը կարա օգնի մեզ մտածել, բայց բացակայությունը նույնպես չի բացառում տարբեր գենետիկ հիվանդություններ, որովհետև ինչպես քննարկեցինք, ունենք այդ de novo սոմատիկ մուտացիաները, որոնք նույնպես կարող են առաջացնել գենետիկ հիվանդություններ։ Պետք է միշտ ճանաչենք այդ կարմիր դրոշակները պացիենտների մոտ, օրինակ, ինչպես նշեցի, իր տարիքից շատ ավելի վաղ առաջացած տարբեր գենետիկ հիվանդություններ, մեզ պետք է տարբեր հիվանդություններ, որոնք բնորոշ չեն, օրինակ սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ կամ քաղցկեղներ, որոնք իրենց տարիքին բնորոշ չեն, օրինակ երիտասարդ պացիենտի մոտ առաջանում է կոլորեկտալ քաղցկեղ, պետք է մեզ հուշի, որ կա որևէ գենետիկ նախատրամադրվածություն։ Նաև իմ մտքի մեջ ոնց որ այդ LDL-ի շեմը, հա, 190 մգ դեցիլիտր մեր չափանիշներով, ոնց որ իրանից բարձրի դեպքում կամ խոլեստերինի շատ բարձր քանակների դեպքում միշտ պետք է մտածենք այդ ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի մասին, որտեղ ոնց ես եմ պատկերացնում, ոնց այսօր նաև հասկացանք, շատ ավելի տարածված է, քան մենք պատկերացնում ենք։ Ու ոնց որ հիմնական կետերը դրանք էր, որ իմ մեջ ամփոփեցի, դե իհարկե նաև քաղցկեղի հետ կապված այդ ճանաչել եւ ճիշտ ոնց որ ինչքանով է կարևոր տարբեր գեների ստուգումը հենց քաղցկեղի թերապիան վարելու ու կառավարելու համար։ Ինչ դուք ավելացնես քո կողմից, որ բաց թողեցի այս take home point-ների մեջ։ Հիմնականում կարծում եմ մեծ մասի կետերի ասեցիր, երևի իմ համար ամենակարևորներից այն է, մանավանդ հաշվի առնելով, որ հիմնականում Հայաստանի բժիշկները, հա, նոր բժիշկներն են լսելու, որ գենետիկային ընդհանրապես պետք չի վերաբերվել մասնագիտություն, որը մենակ գենետիկներին է վերաբերվում ու շատ ես մարդ, ով որ դեռ նոր է, հա, ոլորտում, երբ որ նոր էի ընտրել իմ արձինատուրան, իմ հասակակիցները ինձ ասում էին, հա, բժիշկ չես, հա, փաստորեն լաբորանտ ես լինելու կամ դա ինչ եք, հա, ինչով եք զբաղվում ու վերաբերմունքը նույնիսկ եթե հասկանում են, հա, որ բժիշկ ես, նենցներ, որ դե ինչ որ sense փախած կորած հիվանդություններ եք նայում, շատ հազվադեպ, մեծ մասը չեն բուժվում, հա, ինչ որ տենց պատկերացում է գենետիկայի մասին, ոնց հասկացանք, այդ ընդհանրապես տենց չի ու երևի չկա բժշկության մեջ նեղ մասնագիտություն, որտեղ գենետիկան իր դերը չունի, թե մաքուր սինդրոմային, հա, ախտորոշիչ տեսանկյունից, որ մաքուր գենետիկ հիվանդություններ են, թե կանխարգելիչ տեսանկյունից, թե դեղորայքների բուժման ընտրության տեսանկյունից ու ելի շատ կարևոր կետ ընտանիքի անդամների տեսանկյունից գենետիկ հիվանդությունների ժամանակ մենք մի պացիենտին չենք դիտարկում։ Այս էլ ինչ որ կարևոր կետ է, որ ցավոք Հայաստանում չեն կենտրոնանում ընտանիքների վրա, բայց գենետիկան այն ասպեկտն է, որը հնարավորություն է տալիս ամբողջական ընտանիքի կյանք փրկելու։ Էլի կարևոր բան է, որը պետքա հիշել։ Իսկ մնացածը երևի հիմնականները խոսեցինք։ Իրականում այդ ոնց որ մասնագիտության առումով այդ խնդիրը միշտ այդ բժշկական մասնագիտությունների միջև արկա կոնֆլիկտները արդիական են ու
այդ որ ես շեշտեցի կանխարգելիչ սրտաբաններ, օրինակ ստեղ կանխարգելիչ սրտաբանները, որոնց հիմնական դերը այդ գենետիկ սիրտանոթային հիվանդություն, նույնիսկ բժշկական գենետիկա չէ, հենց կոնկրետ սրտանոթային հիվանդությունների հետ բժշկական գենետիկայի ախտորոշումը շատ ավելի նեղջուկ, իրանք օրինակ շատ մեծ գումարներ են աշխատում, այն որ շատ մեծ գնահատվում է իրանց դերը ու եթե ուզում ես դու դառնաս այդ preventative cardiologist, դու պետք է 3 տարի ներքին հիվանդությունների արձնատուրը ավարտես, հետո 3 տարի կարդիոլոգիայի fellowship ու հավելյալ 1 թե 2 տարի պետք է անես preventative cardiology, այսինքն մոտ 7-8 տարի տրեյնինգ է պահանջում, իսկ մինչդեռ օրինակ ընդհանուր վիրաբույժ դառնալու համար 5 տարի է ընդամենը անհրաժեշտ, այսինքն այդքան կարևորություն, այդքան ավելի շատ խորը իրանք բժշկական ոլորտում աշխատում եւ տրեյնինգ են անում, ինչը ոնց որ հավելյալ շեշտում է, թե ինչքան կարևոր է այս ամեն ինչը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ քեզ այս բոլոր կարևոր ինֆորմացիաների հետ կիսվելու համար ու սենց ուսուցողական լավ հետաքրքիր բաներ սովորացնելու համար ինձ եւ մեր բոլոր լսողներին։ Մերսի շատ հնարավորության համար, հուսամ հետաքրքիր էր, հուսամ օգտակար էր։ Այո, իհարկե, համ հետաքրքիր էր, համ շատ օգտակար էր եւ ամենակարևորը կիրառելի ամենօրյա աշխատանքում, ամենօրյա պացիենտների հետ աշխատելու ընթացքում այդ կարևոր պահը, որ թե ինչքան կարևոր, ինչքան հաճախ հնարավոր է սա կիրառել, կարողացանք ինձ թվում է մատուցել։ Բոլորին շնորհակալություն միանալու եւ լսելու համար եւ կհանդիպենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Շնորհակալություն։